Հայաստանի խորհրդարանի նոր կազմը աշխարհի ասորական լրատվամիջոցների գլխագրերում է։ Ասորի համայնքի ներկայացուցչի մուտքը ազգային ժողով պատմական իրադարձություն են համարում։ Առաջին անգամն է, նույնիսկ խորհրդային տարիներին երկրի բարձրագույն կառավարման մարմնում ասորի չի եղել, ասում են։ Եվրոպայի, Ավստրալիայի, մեր պատմական Ասորստանի, Իրաքի, Իրանի բոլոր այս քանի օրը բոլոր մեր ասորական համայնքները, կարելի ասած հեռուստաընկերությունները միայն այդ թեմայի շուրջ են ուրեմն խոսում եւ աշխատում։ Քուրդ համայնքը սովետական Հայաստանի Գերագույն խորհրդում երկու падգամավոր ուներ, նորանկախ Հայաստանում ոչ մեկը։ Ասում են, խնդիրը խտրականությունը չէր, պարզապես օրենսդրությունն էր դժվարացնում մուտքը։ Համամասնականով ներկայանալու համար 5%-ի շեմն անցնող կուսակցություն չունեին, մեծամասնականով 50,000 ձայն հավաքող գործիչ։ Սահմանադրական փոփոխությունները լուծեցին խնդիրը։ Երկրում ամենամեծ համայնքներն ունեցող 4 ազգի ներկայացուցիչ քվոտայով մտավ խորհրդարան։ Նորությունը ոգևորել է։ Ազգային ժողովում падգամավոր ունենալը նախ պատիվ է տվյալ համայնքի համար եւ երկրորդ պատիվ է նաեւ ազգային ժողովի համար։ Վերջին մարդահամարի տվյալով Հայաստանում ամենամեծը Եզդի համայնքն է 35,000 քաղաքացի, ապա ռուսականը 11,000, ասորականը մոտ 3,000 եւ քրդականը 2,000 հոգի։ Հենց նրանց ներկայացուցիչներն էլ ազգային ժողովում բարձրացնելու են Հայաստանի 11 էթնիկ փոքրամասնությունների խնդիրները։ Ասում են, քաղաքական հարցեր չունեն, կրթամշակութային խնդիրներն են կարգավորելու։ Այսօր մենք եւ ռադիո ունենք եւ դասավանդում ենք մեր ասորաբնակ գյուղերում, դպրոց հանրային դպրոցներում եւ մենք կուզենայինք դա ավելին լիներ։ 4 падգամավորից մեկը ռուսական համայնքի ներկայացուցիչը Ծառուկյան դաշինքի կազմում է, մյուս 3-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության։ Հարցեր ստանում են, ինչու հենց իշխող կուսակցության կազմում։ Մենք չենք կարող ընդդիմադիր լինենք իշխանություններին, Հայաստանի իշխանություններին, որովհետեւ ես որպես քրդական ազգային խորհրդի համայնքի խորհրդի նախագահ իմ բոլոր հարցերը դիմում եմ պետությանը։ Բացի այս, ասում են, ազգային փոքրամասնությունների ընդդիմադիր լինելը կդիտվի իբրև հակադրություն հայ հանրությանը։ Աննա Բալյան, Հակոբ Սարգսյան, օրակարգ։